Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում իմ հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, կուսակցության Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանն է։ Պարոն Մխիթարյան, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, ինչքան էլ ձեր ուժը փորձեց այս ընթացքում սահմանադրագետների կարծիքներ ներկայացրեց, մասնագետների կարծիքներ բերեց, որ հնարավոր է սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել եւ Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ, ՔՊԱ-ականները այդ օրվանից սկսած, ինչ լսել են, որ Սամվել Կարապետյանին ուզում եք դարձնել վարչապետ, երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ, ասում են չէ, որ չէ, դուք որևէ սցենարով, որևէ կերպ չեք կարող Սամվել Կարապետյանին դարձնել վարչապետ, դա աճպարարություն է։ Մի հատ կփարատեք իրենց այդ մտահոգությունները, ինչպես եւ ոնց եք դա անելու։ Տեսեք, հարցի պատասխանը բաժանեմ երկու մասի, առաջինը ոչ իրավական կդորը, երկրորդը արդեն կներկայացնեմ իրավական մասը։ Ոչ իրավական մասով նշեմ, որ դա իրենց հերթական վախի հստակ արդացոլանքներ, որովհետև օրինակ, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո իրենք նշում են, որ Սամվել Կարապետյանը 5-ից 10 օրից ավել չի դիմանալու, գնալու է ենթադրյալ գործարքի, չգիտեմ, դրանից հետո ստեղծվեց մեր ձևով շարժումը, այդ ժամանակ ասում են, դե լավ, դե այդ շարժումը իրենց ինչ կարող է ներկայացնել, բայց հիմա բոլորս գիտենք, որ շարժման անդամները գերազանցում են 30,000-ը ու այդ թիվը օրեցօր ավելանում է, ու այսինքն իրենք ամեն տեսակի մեր հետ կապված ամեն ինչին միշտ այսպես ասենք անհավատորեն են վերաբերվել, բայց իրականում դա պարզ է բոլորին, որ ընդամենը վախի արտացոլանքն է, նույնձև նաև այս մեր վարչապետի տեխնազույի մասով են ասում, որ անհնար է եւ այլն, բայց իրավական մասով ասեմ, մենք ունենք Հայաստանի Հանրություն, իրենք չգիտեն ու չեն օգտվում իհարկե, բայց մեր համար մենք ունենք մայր օրենք, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է։ Մենք ունենք նաև գից այլ օրենքներ։ Սահմանադրության 148-րդ հոդվածը, չեմ ուզում հոդվածի ամբողջական մասը ներկայացնեմ, հստակ նախատեսում է պայմանները, որ իրավական առումով հնարավոր է որևիցե խնդիր, որևիցե արգելք չկա։ Այսինքն մենք ընդամենը օգտվելու ենք մեր ունեցած մայր օրենքի կարգավորումներից։ Իսկ իրենց վախերը, ու նաև նշում են, որ այդ ընդամենը իրենց հերթական սդի, կեղծիքի ու մանիպուլյացիաների շարունակությունն է, որ ցանկանում են ժողովրդին ցույց տալ, որ հնարավոր չէ, բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ հնարավոր է։ Պարոն Մխիթարյան, 148-րդ հոդվածի հետ կապված մենք հիշում ենք, որ Փաշինյանը 2018-ին ասում էր վնասակար, ինչ-որ վտանգավոր հոդված է, դա խնդրահարույց է շատ, պիտի վերանայենք այդ հոդվածը։ Հիմա հերթը հասավ Սամվել Կարապետյանին, ոնց որ sense մտափոխվել են, հա, ինչու։ Ճիշտ ասած, մեր հայրենակիցները վստահ եմ գիտեն, 18 թվականից հետո 18 թվականին միջև ավելի ճիշտ էսպես ասենք, միջև 2018 թվականի Նիկոլ Փաշինյան ու դրանից հետո դեռև տարբեր մարդիկ են եղել։ Ավելին, երեկվա Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվանն է ոնց որ մի քիչ տարբերվում։ Ամեն վերափոփոխություն է իր մոտ կատարվում, չգիտեմ, չեմ պատկերացնում ինչից է, բայց ամեն դեպքում 18 թվականի ես նույնիսկ ետերն եմ հիշում, եթե չեմ սխալվում, մարզային այցի ժամանակ էր, որ ներկայացնում էր, որ մենք Սփյուռքում շատ լավ հայրենակիցներ ունեն, ովքեր որ անիմաստ հոդվածի պատճառով չեն կարողանում իրենց ավանդը ներդնել, բայց հետո դե պարզ է մտափոխվեց, չենք զարմանում իհարկե, ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չափից ավել տեղ էր տալիս մեր կարևորագույն, այսպես ասած, գդորներից մեկին, Սփյուռքին, սակայն հիմա տեսնում ենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Սփյուռք ինչ գործ ունես դու մեր հետ, դու քո համար դուրս ապրի, մենք էլ մեր համար այստեղ մեր գործերը կանենք, ու իրականում զավեշտել չէ, բայց դա ընդամենը պետք է ցույց տալ այն մարդկանց, ովքեր որ մտածում են, որ մենք 0.01%-ով կարող ենք մեր ժողովրդին խապել կամ մանիպուլացնել, այլ ոչ, իրականում այդ հոդվածը կա, մենք ունենք նաև հիմա շարժման մասնակիցներ, ովքեր բավականին հայտնի տարբեր ոլորտներում մասնագետներ են ու հենց այդ նույն հոդվածի պատճառով փաստացի այսպես ասած չեն կարողանում ներգրաված լինել մեր թիմում ու այսինքն ընթացքում իրավական առումով նաև աշխատանքներ կատարել։ Դրա համար այդ հոդվածը Նիկոլ Փաշինյանի հետ ասածը մենք հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին։ ՔՊ պատգամավոր
Հասմիկ Հակոբյան, այո, երբ որ ասում եք Սամվել Կարապետյանից վախենում է եւ վախի գործոնն է աշխատում, Հասմիկ Հակոբյանը ջարդում է այդ ձեր թեզը եւ ասում է, եթե մենք իրոք ձեր դեմ ինչ որ բան ուզենայինք մոգունենք, հենա մեծամասնություն ենք օրենքում կամրագրեինք, որ Սամվել անունով տեխնացու չի կարող լինել։ Նույն ձև կարող են օրենքում ամրագրել, որ Սամվել Կարապետյանի թիմում չի կարող Ռուբեն անունով տղա լինել, օրինակի համար, բայց իրանք չեն անում։ Այս ՔՊ-ի մեծահոգությունը դուք ո՞նց եք գնահատում։ Ես ամենայն անգամ շնորհակալ եմ Հասմիկ Հակոբյանին, շատ մեծ հույս ունեմ, որ այդ չասեմ ամբակորգուր, բայց այդ գիգանտ մտքին մեծ հույս ունեմ, որ ընթացք չեն տալու, իսկ եթե փորձեմ նույն քիչ դժվար կլինի իհարկե, բայց եթե փորձեմ այդ հարցին լուրջ պատասխանեմ, ամենայն անգեղծությամբ չեմ էլ պատկերացնում, թե նման բառագայում ինչ է պետք պատասխանել, որովհետև եթե իրենք լավ էսպես ասենք, եթե իրենք Սամվել Կարապետյանից ավելի ճիշտ Սամվել Կարապետյանի շուկից նույնիսկ չեն վախենում, ընդամենը պետք է այս կեղծ շինծու գործը չսարքել, այդ մարդուն մոտավորապես, եթե չեմ սխալվում, շուրջ 200 օր շատ վատ պայմաններում չպահեին, թողեին, չեն վախենում, շատ լավ, հավատում եմ, չեն վախենում, ամենայն անգեղությամբ դեր եկեք գնանք ընտրության, հասկանանք ժողովուրդը ինչ որոշում է կայացնում։ Մեր թիմը հարգում է եւ հարգելու է մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տված ձայները, հատիկ առ հատիկ, կապ չունի թեում։ Եթե չեք վախենում, եկեք արտար պայքար կնա, օրենքի շրջանակներում պայքարենք եւ Հասմիկ Հակոբյանին խնդրենք, որ նմանատիպ որոշում չկայացնի, տեսնենք հայ ժողովուրդը ընտրությունների օրը ինչ կանի։ Ասում եք, եթե Սամվել Կարապետյանի շուկից չէին վախենում, թող չբռնեին, չէ, բայց Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց, ասեց, եթե նման բան, ոնց որ Սամվել Կարապետյանն է ասել, մեր ձևով կմիջամտենք ասեր Ռուսաստանում, մտառը կթողնեին, այսինքն հələ Հայաստանում ինչքան ժողովրդավար են, որ այդպես են վարվել, ընդ որում նաև վերեսով էր տալիս, ասում էր Սամվել Կարապետյանը, բա հայտարարում էր, ասում էր մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, չենք հետաքրքրվում, հենց գործեր հարուցվեցին իր դեմ, դարձավ քաղաքական գործիչ։ Գործեր հարուցվելը ամենայն անգեղությամբ այս թեմայի հետ իրականում կապ չուներ, որովհետև Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը նախորդ առնվազն 30 տարիների ընթացքում այն աստիճանի հայրենասիրական եւ հայրենանվեր գործողություններ են եղել, որ խոսել նրա մասին, որ Սամվել Կարապետյանը ինչ է թե քերական կուրս կար դրա համար մտավ քաղաքականություն, ոչ, Սամվել Կարապետյանը ստիպված եղավ մնել քաղաքականություն, որովհետև վերջի տարիների Հայաստանի անդունդ գլորվելը արդեն կարող ենք ասել չափից ավելի վնասակար ու կորզանարար է եւ վերջին մեխը, որը փորձում էր Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակի հետ, իրականում շատ ճիշտ ձևակերպում էր արել պարոն Կարապետյանը, փոքրիկ խմբակի հետ փորձում են եկեղեցին նսեմացնել, խառնվել եկեղեցու կորձին եւ նաեւ Սամվել Կարապետյանը ստիպված եղավ իր կյանքից հետո ամենաթանկ ու կարևոր բանը ազատությունը զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես չեմ պատկերացնում մարդ, ով որ իրենց Ալեն Սիմոնյանի ասած լոգիկայով 7 ամիս կմնար փագի տակ։ Եթե իր ասածը լիներ, վստահ եմ պարոն Կարապետյանը որևէ խնդիր չուներ, կարող էր 5-րդ չէ, 3-րդ օրը ենթադրյալ կներ իրենց այդ գործարքի, դուրս գալ իր համար հանգիստ իր կյանքը։ Այո, ասեմ ավելին, պարոն Սիմոնյանին հիշեցնեմ, որ պարոն Կարապետյանը նախորդ 30 տարիներին, երբ որ նման տեսակ հայրենասիրությամբ էր զբաղված, բարերարությամբ էր զբաղված եւ այլ ցանկացած տեսակի բարեգործություն էր անում, հաստատ չէր մտածում, որ 2025 թվականի հունիս ամսին կարող են իրեն ձերբակալել։ Մեզ որ դա էլ իրենց հերթական ուղղակի լրագրողների հետ շփման նոր թեմաներ էին։ Պարզ է։ Արմեն Սարգսյան անուն ազգանունով նախագահ ունեինք, կհիշեք։ Արմեն Սարգսյանի հետ կապված նույն Նիկոլ Փաշինյանը անդիմադիր ժամանակները ասում էր այդ մարդը լեգիտիմ չի ընտրվել, այդ մարդու ստորագրած ամեն ինչը ոչ լեգիտիմ է, ապօրինի է, որովհետև ինքը քաղաքացիություն չունի, այլ երկրի քաղաքացի է եւ այլն։ Հենց որ ինքը դարձավ վարչապետ, այդ նույն Արմեն Սարգսյանը, որում իրան դակեց որպես վարչապետ, այդ ստորագրեց իրեն վարչապետ դարձնելու եւ այլն, հենց որ սկսեց իրենց հետ աշխատել, մոռացան այդ քաղաքացիության թեման, դրեցին մի կողմ։ Հիմա ձեզ իրենք մեղադրում են, քննադատում են, ասում են մենք թույլ չենք տա սահմանադրության վրա ձեր ոտքերը սրբեք։ Դուք կհիշեք օրինակներ, թե այս իշխանությունը քանի անգամ է սահմանադրության վրա իր ոտքերը սրբել։
օրինակները իրականում չափից ավելի շատ են, ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանը թույլ ղեկավարի էտալոնն է, այսպես ասենք, իդեալական ներկայացում եւ բնութագրում է թույլ ղեկավար հասկացությանը, ու այդ նույն մարդիկ, ում որ Ալիևը ասում է սահմանադրությունը մինչև չփոխեք, ես ձեր հետ խաղաղության պայմանագրի չեմ ստորագրելու, խոսում են սահմանադրությունը ոտնահարելու մասին։ Սահմանադրություն հարգող մարդը, նույնիսկ վարչապետը, իրավունք չունի, այսպես ասենք, թող կոպիտ չհնչի, բայց իրավունք չունի քիթը խոտել 3 պետության, հիմնասյուների, այսպես ասենք, իշխանությունների գործադիր, օրենսդիր եւ դատական գործերի մեջ։ Մենք ունենք վարչապետ, ով զբաղվում է բոլոր տեսակի գործերով։ Ու իրականում այդ 3 ճյուղը քիչ էր, որ ինքը խառնում էր թեմաների մեջ WhatsApp-ով փաստացի ունենք կարծես տվյալներ, որ SMS-երով ինչ ասես արվում է նույնիսկ սա ստադական համակարգի հետ։ Ինքը արդեն սահմանության պայմանագրված եկեղեցին, որը լրիվ առանձին է, նույնիսկ արդեն այդտեղ է մտել։ Ու այդ մարդկանց կողմից խոսալ սահմանադրություն, օրենք, ինչ որ նմանատիպ իրենց համար պրիմիտիվ բաներից, դա աբսուրդ է։ Կառավարությունը ես եմ, ԲԴԽ նախագահին SMS-ով ազատելը, հետո ասած խնդրանքով սա ազատվել, падգամավորին, որը պետքա շարժվի խղճի մտոք եւ այլն, դրանք ծալել դրել էր մի կողմ եւ տեսանք ինչ եղավ ինձի մանկողնային թեմաների շուքի տակ, այսինքն օրինակները իսկապես բազմաթիվ են այս առումով։ Մի բան, եթե թույլ տաք ավելացնեմ, տեսեք, մեր ու իրենց, ինչ ասեմ, գլխավոր տարբերությունը, ամենակարևորագույն տարբերություններից մեկը, որ մենք ժողովրդի հետ բաց ենք։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, հարգելի հայրենակիցներ, եթե ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, մեր ուժեղ Հայաստանի ճանապարհային քարտեզը սա է։ Պարզ ասում ենք, գալիս ենք, այդ մի հոդվածի այդ մի մասը փոխում ենք, ունենում ենք վարչապետ, ում միանշանակ ունենալու ենք վարչապետ Սամվել Կարապետյան անունով։ Իհեջուկս Տիգին Հակոբյանի ասածի, բայց մենք ուրիշ խնդիր ունենք նույն սահմանության հետ կապված։ Ինչքան գիտենք, իրենք պատրաստվում են եւ ցանկանում են փոխել սահմանությունը։ Սահմանության տեքստը դե իհարկե չենք տեսել։ Ու երբ որ մենք իրենց, այսպես ասած, կծկտուր նախադասությունից հասկանում ենք, թե ինչեր են փոխելու, այդ է սահմանությունը ոտնատակ գցել, չգիտեմ, մայրօրենքի, ոտքեր սրբել մայրօրենքի վրա։ Պարզ է, ներքաղաքական բազմաթիվ խնդիրներ ունենք այս պահին, ինձ հետաքրքրում է ձեր դիրքորոշումները տարբեր խնդիրների հետ կապված, մասնավորապես վերջին աղմկահարույց դեպքերից մեկը իրենց միլիոնավոր պարգևատրումներն են, որը գիտեք, մեծ աղմուկ բարձրացրեց, հատկապես սոցիալապես խոցելի խավի մոտ շատ մեծ տարակուսանք էր առաջացրել, ու մի կողմից թոշակները չեն բարձրացնում, ասում են դե 10,000 դրամ էլ տանք, ինչ պիտի դուք անեք, հենա մենք կդնենք մեր գրպանները, ու այս միլիոնների վարձատրությունների հետ կապված բացատրությունները լսում ենք, նախարարները բանը, դե ասում են դա աշխատանքի դիմաց վարձատրություն, արժանի վարձատրություն աշխատել եք, տվել են, ասենք, արժանի ենք դրան։ Մյուս կողմից ձեր առաջարկն է շատ տարակուսանք իրենց մոտ հատկապես առաջացնում, երբ որ Նարեկ Կարապետյանն ասում է, որ մենք մի դրամով աշխատող վարչապետ ենք ունենալու, ձեր թիմի անդամներն ասում են, որ ժողովրդի հաշվին ստացվող պրեմիաներ մենք չենք ունենալու, այդպիսի խոստում է հնչում, ու ձեզ հարցում են, ասում են, բա ում հաշվին եք դուք դա ստանալու։ Տեսեք, իրականում մեր տեսլականը, մի այսպեսի մի միտք ասեմ, պետական պաշտոնյան, պետական ծառայողը, այդ ուղղակի չի ստացվել ծառայող հասկացությունը, ժողովրդին ժողովրդի ծառայողը, երբ որ նախարարները իրենց աշխատավարձից անգամ 10 պատիկ պարգևավճար են ստանում, ես վստահ եմ ամենայն անկեղծությամբ աշխարհում կարծում եմ երևի նմանատիպ դեպք չի եղել, երբ որ աշխատավարձ անգամ ենթադրենք 8 կամ անգամ 10 պարգևավճար ստացել։ Ես միանշանակ նույնիսկ այս պայմաններում 5 ցերկով կողմ կլինեի, որ ստանային իրենք։ Որովհետեւ խնդիր չեմ տեսնում, եթե գումար ունենք, բայց հարց բոլոր մեր նախարարներին ունենք մենք մի նախարարություն, ընդամենը մի բարձրից նույնիսկ երկրորդը չունենք, մի նախարարություն, ով կերակատարել է իր պլանը, ով եղել է քաղաքացիների ժողովրդի կողքին, ու մոտ աշխատանքները փաստորեն անթերի էլ չէ, գերազանց են եղել, ես վստահ եմ չունենք,
Կիրակի օրով գնում են պատարակների մարդիկ։ Բոլորով, բայց ոնց որ ամեն անգամ քանակը կճանում է։ Այդ խնդիրն ունենք։ Ես էլ եմ Բայց գուցե դրա համար են նաև իրենց պարգևատրում։ Ես ավելի շատ հակված եմ ճիշտ ասած մտածել, որ Նիկոլ Փաշինյանի հեշտական վախի, բայց ցույց չի տալիս իրենց վախի արդացոլանգը, քանի որ վստահ են, որ հունիսի 7-ից հետո անհնար է իրենք վերանդրվեն։ Դրա համար փորձում են պետության Փողով պահում է կողքին։ այո, համ փողով պահում է կողքին եւ համ էլ վերջին, այսպես ասած, լավություններ են անում, որովհետեւ իրենք գիտեն, որ ուղղակի անհնար է իրենց վերարտադրվելը, որովհետև մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր սոցհարցումները, բոլորով նաև ժողովրդի վերաբերմունք ցույց է տալիս, որ իրենք որևիցե շանս չունեն երրորդ անգամ գնալու, չեմ էլ ուզում ասեմ իշխանության, երրորդ անգամ գնալու պետական բյուջեն մսխելու։ Ու ամենացավալին ինչն է, նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ որ խոսում էր աղքատությունից, երբ որ խոսում էր պետական պաշտոնյաներից, երբ որ խոսում էր կոռուպցիաներից, դեռ ուրիշ մարդ էր։ Իրականում այնքան ինչ ասեմ հաճելի, բայց լավ բաներ ասում էր, այո, լիքը արտահայտություններ էր հայտարարում էր, բայց հիմա դրիվ դրա հագարակն է։ Ու իրոք այս պարգևատրության դեպքում, երբ որ օրինակ Շիրակի մարզում մենք ունենք 43% աղքատություն, դա էլ իրենց տված թվերն են, ոչ չի որ ես ինձ եմ որոշել, եկել եմ Շիրակի մարզից, ասում մեր մոտ բնակչության կեսը աղքատ է կամ ծայրահեղ աղքատ է։ Դուք պատկերացնում եք ենթադրյալ մոտ 200 կամ 220 հազար մարդ կա, մոտավորապես 90 կամ 100 հազարը սոված է կամ կոմունալի հնարավորություն չունի։ Մարդկանց մոտ ոնց որ երկու բան է դրած, կոմունալները վճարեն, թե հաց ուտեն։ Չեն լսում Փաշինյանի խոսքը, որ ասում է, բանը ասում է, թող գնան աշխատեն, աղքատությունը ձեր գլխում է։ Ոնց որ գործել չկա, որ աշխատեն։ Գործ չկա, դա չի տալիս։ Չկա, չէ։ Մենք էլ ենք ճիշտ ընկած ման ենք գալիս, ոնց որ չի ստացվում։ Բա այդ աշխատատեղերը, որ խոստանում էր, ասում էր, դե ինքը բոլոր խոստվածները իսկ հագարակն արե, հիմա ասում աշխատատեղ կստեղծվի, այսինքն աշխատատեղ չի ստեղծվելու։ Արցախ Հայաստան է եւ վերջ, Արցախ Հայաստան չէ եւ վերջ։ Շիրակի մարզում ո՞նց ընդունեցին այս 7-8 միլիոն դրամների պարգևատրումները, այն որ Գալյանը նույնիսկ չէր հիշում 7 միլիոններ, 6 միլիոններ, ասենք որ 7000 դրամի մասին խոսք լիներ։ Ո՞նց ընդունեցին, ասացին, որ ջիգարը տուտե մարիճակատը պաչեմ Փաշինյան ջան, որ մեզ թոշակ չես տալիս, բան թե ասենք ինչ ասեցին։ Չէ, միանշանակ, երբ որ ես մեր քաղաքացիների հետ շփվում եմ, հիմա գործից բերումով նաև օրվա մեջ եթե սուտ չխոսեմ, մոտ 50 հոգի մոտ հանդիպում եմ, բոլորի մոտ տարակուսանք է, որ ու բոլորը իմ հետ միակարծիք են, որ եթե երկրում ամեն ինչ լավ է, քավլիցի թող ստանան։ Մենք չենք պատրաստում ուրիշի փողեր հաշվել, չենք էլ ուզում, բայց մենք չպետք է ունենանք երեխաներ կամ ընտանիքներ, ովքեր սոված են։ Մենք չպետք է ունենանք նման տեսակի մեծ ծավալի արտագաղթ, գործազրկություն, սոված մարդիկ, գումար չունենալու պատճառով հիվանդանոցներ չգնացող, հնարավորություն չունենալու պատճառով չամուսնացող ընտանիքներ, ու այս ամենի հետ մեկտեղ, երբ որ բնակչության թիվը օրեցօր պակասում է, երբ որ ժողովրդի ձեռքը գումար չկա ու այդ պարագայում իրենք իրենցից ասում են դե աշխատել ենք, բայց հարց, արդյոք մենք մեր ձեզ որ հայ ժողովուրդը քվե է տվել, նախատեսել էր ձեզ աշխատավարձ անգամ տասնապատիկ պրեմիաներ, թե չէ։ Ես ամենայն անգեղությամբ չեմ պատկերացնում։ Մի հատ ասեիք ընտրություններին գալուց, մի հատ ասեիք էլի, ոչ թե Շուշի Հադրութի դեօկուպացիայից խոսայիք, հետո կայք թվի իրենց նախընտրականն ու կատարվածը լրիվ սովածից խոսեցիք, հիշեցի, որ վերջերս սոված էր մնացել նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, չգիտեմ, տեսել եք այդ դրվագը, թե չէ, Աթենքում ծիծաղելի դրության մեջ էր հայտնվել, ավելի շուտ մի քիչ խայտառակ է ասեի, որովհետև չէր նկատել, որ բարձրախոսները միացած են եւ ասել էր իշխող մարդկանց սոված են պահում, այս սրա համար էր Նարեկ Կարապետյանը ասում, որ մեզ կուշտ ղեկավար է պետք։ Նարեկ Կարապետյանի ասածը տեսել եմ այդ դրվագը, Նարեկ Կարապետյանի ասածը խոսք էստեղ Մրցիմե ջան աչքը կուշ լինելու մասին է։ Գյումրեցիները լավ խոսք ունեն, թե փորը չէ, աշկը։ Փորը չէ, աչքը կուշ լինի, այսինքն իհարկե ամենայն հարգանքով Վահագն Խաչատուրյանի հանդեպ ինքը այո չէր նկատել, բայց մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք։ Իմ համար ավելի ցավալի էր, որ Գևորգ Պապոյանը, եթե չեմ սխալվում, մեկ Կոնջորյան հայք է այնտեղին, ընդամենը պետք էր մարդուն զգուշացնել, որ բարձրախոսը իրենք լսում են, ոչ թե մոտավորապես թե ճիշտ եմ հիշում, 20 վայրկյան ինքը խոսեց։ Ու Նարեկի ասածը ելի եմ կրկնում աչքը կուշտ լինելու մասին է։ Երբ որ մարդու աչքը կուշտ չի, այդ հենց այս օրին է հասցնում նամանավանդ այն մարդկանց, ով որ իշխանության գլխին է։
Ալեն Սիմոնյանից խոսեցինք, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ ուժեղ Հայաստանը ֆեյք կուսակցություն է, ու որ ընդդիմադիրներն էլ գիտեն, որ իրենք ջախջախիչ պարտություն են ունենալու։ Դուք պարտության եք պատրաստվում ու այս ֆեյք լինելու հետ կապված ինչ կասեք։ Ալեն Սիմոնյանն ասել է ջախջախիչ պարտություն են գրելու։ Հա, իրանք է գիտեն, որ ջախջախիչ Հա, պարտություն իրենք կպեն, ես կարծում ինքը ինձ թվում է ինք հենց էլ Իրանց նկատի ունեցի, մասին իրենց մասին է ասել պարոն Սիմոնյանը, վստահ եմ։ Ամենայն անգեղությամբ ֆեյքերի ֆաբրիկա բուծող իշխանությունը, երբ որ օգտագործում է fake բառը, այդ մի քիչ նոնսենս է, ոնց որ վիրավորի Տարոն Չախոյանին։ Ոնց որ մարդասպանը խոսա մարդասպաններից, հա, մոտավորապես։ Տարոն Չախոյան այդքան տանջվի իրենց համար աշխատի, գյոզալ բառը օգտագործեն։ Ընտրությունների հետ կապված դուք կոնկրետ ինչ սպասելիքներ ունեք, որովհետև այս վերջին շրջանում ՔՊԱ-ականները եթեր են մտնում, մասնավորապես հա Ռուբինյանը մտնում, ասում է թույլ չենք տալու, որ դուք Գյումրի 2 անեք ու Սամվել Կարապետյանը, Քոչարյանը օլիգարխներով բանով չեն կարողանալու Գյումրի 2 անել։ Դուք Գյումրի 2 սցենարին եք գնում, այսինքն դա է ձեր հեռակա պլանների մեջ մտնում։ Իսկ իմ անունն էլ թե ինչի են դրել Ռուբեն Ռուբինյանի վրա, ամենայն ոչ եմ ասում, ինչ է նշանակում Գյումրի 2 սցենար։ Այսինքն, իհարկե ես ամբողջովին հասկանում եմ ու գիտեմ, որ իրենք չեն հարգում որևիցե կերպ ժողովրդի կարծիքը, ով իրենց հետ չէ, իրենց դեմ է կամ իրենց թշնամին է, իրենք համակարգով են գնում, բայց վերջի Գյումրի քաղաքում իրենց լծակները այդ աստիճան օգտագործելով իրանք ունեցան, եթե չեմ սխալվում, թիվը 17000 ցայն, շատ լավ։ Ընդդիմություն ունեցավ 37000, այսինքն մոտավորապես, եթե չեմ սխալվում 37000, մոտավորապես 37000 մարդ ընդրեց ուրիշներին, բայց ոչ իրենց։ Մենք վստահ ենք մեր ժողովրդի ճիշտ ընտրության վրա, առանց որևէ մեկին վիրավորելու կամ իջացնելու։ Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը դրա նաև առավացույցն է սոցիալական հարցումները, քաղաքացիների հետ շփումների ժամանակ, թեկուզ փողոցում քայլելուց մարդկանց աչքերն ու ռեակցիաները, ամերիկյան լավ կինո կա, իր մեջ հենց ասում է the eyes Chico, they never lie, հիմա այսինքն մարդկանց աչքերը չեն խաբում, մարդիկ հավատով, հույսով, իրոք ես վստահ եմ, որ մարդկանց համար իրոք վերջի հույսը դարձել ենք մենք, որ այս ամեն ինչից ազատվենք ու պատմության անիվը արդեն շրջենք իօկուտ մեզ հայրիս էլի, ոչ իրենց։ Այսինքն այնպես չի, որ ձեր կողքը հավաքված մարդիկ, որոնց իդեպ ասում են փողի շուրջ են հավաքվել, այնտեղ չկա գաղափար։ Փողը կա, դե դրա համար հավաքվել են։ Դուք վստահ եք, որ այդ մարդիկ իսկապես գաղափարական առումով ամբողջությամբ կիսում են ձեր մոտեցումները եւ ուզում են շրջադարձ ապահովել երկրի համար դրական իմաստով։ Տեսեք, ես վստահ եմ, որ դուք ուրիշի բառեր փոխանցեցիք, իմ համար դա այդ միտք ասողները թողներեն ինձ մեր հեռուստադիտողները եւ նաեւ այս տեսածայնարություն դիտողները, դա անբարոյականություն է, որովհետեւ եթե մեր մոտ խնդիրը փողը լիներ, վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ձերբակալվելու հաջորդ օրը տաններ լինելու։ Կամ առնվազն այս բոլոր թեմաներից զերծեր լինելու։ Մեր մոտ գաղափարային ու ազգային պայքար է, որովհետև Նիկոլ Փաշինյան այն բոլոր կարմիր գծեր անցնելու զատ, երբ որ նաև ի թիվս այլնի կբավ եկեղեցուն, հենց այդտեղից էլ գիտենք սկսվեց այս ամբողջ վախերի շարանը։ Դրա համար մեր կողքով կա, ես ում ճանաչում եմ, դե պարզ 30,000 կամ ավելի մեր գաղափարագից ընկերներին չեմ ճանաչում բոլորին, բայց ում հետ որ ես շփվում եմ, տեսնում եմ այդ մարդկանց աչքերում, որ իրոք կա հույս, կա հավատ այս ամենին ու նրան, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Պարոն Մխիթարյան, դուք ինձ կհուշեք 2018-ին դուք ինչ էիք անում, այսինքն դուք էլ էիք Փաշինյանով սենց հիացած էյֆորիայի մեջ էիք, ընտրել եք ընդհանրապես Փաշինյանին, թե չէ։ Ես ընտրել եմ, կոտրվի իմ ձեռքը, այո, ես այն բաց մարդկանցից եմ, որ ասել եմ, որ բայց իհարկե մի քանի ամիս հետո հասկացա իմ սխալը։ Երբ հասկացաք։ Եթե ճիշտ եմ հիշում, կարծեմ 5-6 ամիս հետո արդեն երբ որ հասկացանք, որ թե թիմում ով են, ովքեր են նշանակվում նախկարարներ,
ու ինչ արդեն հենց որ էյֆորիան թողեցա ամբողջ հասարակության, երբ որ հասկացանք թե ինչ իրականում կադրում, արդեն ամեն ինչ պարզ էր, որ նաև մենք սկսելու ենք մեր զրոյական կետից, ճիշտ այդ ժամանակ չունեինք դեռևս պատերազմ, ամեն ինչ դաստիճան վատ չէր, բայց արդեն պարակտումը նաև կար սևեր սպիտակներ, համախմբում չկար, երբ որ իրենք այդ միջև գալ է ասում են, ինչպես նաև էդուսա պարգավորների, երբ որ տեսեք ավելի եթե պարզ ասեմ, երբ հասկացա իմ սխալը, այն պահից սկսած, երբ որ նայում եմ ազգային ժողովի падգամավորների կենսագրությունները պաշտոնական, այդ ժամանակ այսպես էր ծնվել է այստեղ, սովորել է ենթադրենք X համալսարանում, հանդիսանում է, մի քանի կային, հանդիսանում է ազգային ժողովի падգամավոր։ Քայլել է, դեդ մասը չէին գրել, այդ մասը գրված չէր, բայց բոլորս գիտեինք, որ այդ մի 15-20 հոգին քայլեն, այդտեղ բարձր որ այս մարդիկ չեն եկել երկիր զարգացնելու, այս մարդկանց բոլոր տեսակի խոստումները սինեն, ու նաև դրանից հետո այդ պարակտումները որ կնաց, արդեն ամեն ինչ բարձր, դե իհարկե պատերազնել վերջի մեղը խփեց, կասկած անգամ չկար էլի։ Հետո գնացել եք եկեղեցի մեղքերի թողություն եք խնդրել։ Ինձ թվում է այդ իմ կյանքի մեծ մեղքերից էր, որ Աստված հնարավոր է ու չեմ զարմանա, որ չների, որ ես շուտ չեմ հասկացել դա։ Մեր Միքայել Սրբազանը շատ լավ բան ասաց, նաև իհարկե խոսքս իրենց չեմ ուղում, մեր նախկին 3 նախագահների մասով, թե իրենք միշտ ասում են, որ իրենք չեն ասում, որ իրենք սխալ են։ Այո, ես ընդունում եմ իմ սխալը, շատ վատ բան եմ արել, վստահ ու իմ շրջապատում շատ ուրախալի է, որ չափից ավել մարդիկ կան, շատ քանակի, ովքեր այսպես ասած ժամանակին ոգևորված են եղել, հավատացել են լավ Հայաստան ունենալու, որովհետև տեսեք, այն քանակի սուդը, որ մեզ հրամցվեց, նման տեսակի սուդ, չգիտեմ, երևի կինոների մեջ կամ ամենաբան ժանրի մեջ այդքան սուդ ու կեղծիք չի օգտագործվում, ինչքան որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեզ տվեցին։ Դուք դեմ եք Սերժ Սարգսյանի ռեժիմին, դրա համար Փաշինյանը ոգևորեց, թե Փաշինյանի խոստումներն էին շատ գայթակղիչ։ Փաշինյանի խոստումները Հայաստանը զարգացնելը, չգիտեմ, այդ կյանքի բարելավելը, արագաչափերը հանելը, բնակչությունը 5 միլիոն սարքելը, 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլը։ Իրականում չէ, նաև փոփոխության կար ոչ թե Սերժ Սարգսյանի այդ ժամանակ մոտ 8 տարի առաջ շատ ավելի իրավագիտակցությունը շատ ավելի քիչ էր իհարկե, բայց ես կարծում եմ, որ նաև տեսելով հասարակության արձագանքը հասկանում ենք, որ նոր փոփոխություն է պետք, բայց մտածում եք դրանից ված չի լինի, հաստատ ավելի լավ կլինի։ Բայց կոտրվի Նիկոլ Փաշինյանին ընտրողների ձեռքերը, սկսած ինձանից։ Պարզ է, Փաշինյանն ասաց, որ 2026-ի ընտրություններից հետո դուք այլևս չեք տեսնի օլիգարխների, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Բայց ես հիշում եմ, որ օրինակ նման խոստում էլի էր տվել 18-ից առաջ էլ ասել օլիգարխներ այլ ջարդարար օլիգարխներին չգիտեմ ինչ կանեն, բայց հետո Ծառուկյանի հետ կապված իրենց մտերմությունից հետո հիշում եմ ջեպազրույցներից մեկում Փաշինյանին հարցում են, ասում են ինքը օլիգարխ չի, ինքը խոշոր սեփականատեր է։ Հիմա դուք մտածում եք այս իր հայտարարությունից հետո իրոք, ասենք Խաչատուր Սուքիասյանին իրանք ցտեսություն են ասել ուղարկելու են տուն, թե անունը դնելու են խոշոր սեփականատերեր ու պահելու են իրենց կողքին։ Իսկ ինչ արեցին իրենք Խաչատուր Սուքիասյանին, այսինքն ստացվում է օգտագործեցին, հիմա էլ դուրս եկավ իր լոգիկա։ Դե եթե ելնենք այն կախավարկածից, թե Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները հակառակ են ստացվում, վստահ եմ հետո էլ բոլորի մասով ինքը ասելու, որ դե ես չեմ ասել, կամ ինքը կարող ասել, ես չեմ ասել օլիգարխներ օրինակ չեն զբաղվելու քաղաքականությամբ, մեկ կադր ունենք, չէ՞, ինտերնետում կայս վերջերս շրջանառում է, որ ասում է, ես չեմ ասել հորս Սարև, ես ասել եմ Հոյ Սարև։ Ես չեմ ասել հորս Սարև, ես ասեմ Հո Սարև։ Հիմա վստահ եմ նույն բանն ալնելու։ Ես ամենայն անգերությամբ ոչ թե անձնական վիրավորելով կամ բան, ուղղակի այլևս չի ստացվում, դա տեղ չկա, հնարավորություն չկա որևիցե կերպ լուրջ վերաբերվել։ Սամվել Կարապետյանի համար ճակատագրական եղավ այդ մի արտահայտությունը եկեղեցու հարցերով միջամտելու մասով։ Դուք ընդհանրապես հիմա հաշվի առնելով, թե որտեղից էս եկեղեցու պատմությունը սկսեց, սկզբում ասում էր չուլանացված են եկեղեցիները, դրանից առաջ ասում էր հոգևոր էլիտաներին ծնկի ենք բերելու, սենց շտրիխներով քիչ-քիչ դոզավորված մեզ մատուցեցին, Հետո եկավ հասավ կաթողիկոսի երեխա ունենալը, հետո այդ թեման ոնց որ մոռացան,
քերակնոջ թեմաները սկսեց արծարծել, էլ KGB-ի գործակալների այդ թեմաներն էլ են, որ չաշխատեցին, հիմա սենց հերթով բան էլ Գեղարդը վաճառելը, չգիտեմ, այլ երկրի լեյտենանտի զեկուցելը, մի խոսքով այս ամբողջ ճանապարհից հետո դուք ո՞նց եք պատկերացնում այս հարցի լուծումը ո՞նց է վերջանալու, հա, ինչ է լինելու ի վերջո։ Մեր ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ այդ իր մտքի հետ որևիցե կերպ հաշ չէ, որովհետև եթե ունենար ինքը իր հետևում բանակ, այսպես ասենք, մարդկանց բանակ, ինքը հասել էր իր նվադագին կամ առնվազն փորձելու էր։ Կներխուժեր շնորհքով։ Այո, վստահ եմ, բայց ինքը հասկացավ, որ այդ մտքի կոհարը, որ ինքը ստացել է, դրա կողմնակին ինքն է, մեկը իր իրոք փոքրիկ խմբակը։ Այսինքն ինքը ես չէի զարմանա ամենանանգացան, որ սրբոց մեր մայրաթոր կարող է մտնեին, չգիտեմ, անհասկանալի քերական գործեր անեն, փորձեր արվեցին էլ իրականում, որովհետև հիշում ենք մենք երբ որ մենք էլ նաև եկեղեցում էինք, դա պատմության մեջ չլսված բան է, եկեղեցից մուտք ոստիկանները կանգնած, ասում էին մերոնց ագանեք, թե նրանցից եք, մենք նրանցն էինք իրականում, եթե նրանցից եք գնացեք աջ, չի միազդում, եթե մերոնց ագանեք Այո, ծաղկումով միջանցք էսպես ստեղծեցին, մի կողմ նրանք էին, մի կողմ։ Բայց ասեմ ավելին, օրինակ ինչ ինքը ասել է եկեղեցու հետ կապված, դա ընդամենը իր հերթական մանիպուլյացիաներից էր։ Լավ, եկեք մի պահ պատկերացնենք, որ եկեղեցիները ճուլանանոց են, ճուլանանոց ճիշտ ասած բառը։ Այդ դեպքում իրոք հայ մարդը, աստվածավախ մարդը, քրիստոնյա մարդը կարող էր աշխատանքային խումբ ստեղծել, գնալ ճուլանացված եկեղեցիներ մաքրել, հա, եւ շարունակել իր գործունեությունը։ Տարբերակները շատ էին, ու առնվազն որ ինքը քիթը չպետք է խոթեր այդ տեղերը, դատանում ենք հենց մի կողքի։ Հավատացյալ շատ մոլի հավատացել, բայց ես չկան հասկացել, ոնց որ կարծես մի քանի ամիսն է սկսել գնալ պատարակ, միջև էս անգերց չեմ էլ հիշում որովիցե պատարակների մասնակցությունը, որովհետև վստահ եմ ավելի ճիշտ որ չի գնացել, որովհետև եթե ինքը գնար, դա հաստատ կլուսաբանեին։ Նույն Արշակ Սրբազանի հետ կապված իմ գործընկեր ու լավ ընկեր Արսեն Բաբայանը, եթե չեմ սխալվում, այսօր մամուլի ասուլիս էր տվել կապված տեսաձայնագրությունների հետ, որ միջազգային փորձագետները նշել են, որ այդտեղ այդ տեսաձայնագրության մեջ Արշակ Սրբազան չկա։ Այսինքն մարդիկ փչացեցին մարդու համբավը, փորձեցին մարդկանց նյարդերի, ներվերի, բարոյական մասը անել ու փառք Աստծո, կոնե փորձագիտական պատասխանը ինչ որ չափով նաև շուտ եկավ ու մարդիկ հասկացան, որ մարդը կապ չունի դա ամեն ինչի հետ։ Դա ընդամենը պատկերացրեք իրենց կարմիր գծերը անցնելու, ինչ աշճան են կարմիր գծի անցել, որ հասել են այդ դաշտ։ Ու իրականում սա մեկ որպես նաև սա իրավաբան եմ ասում, մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք, վերջի չպարզվեց է այդ տարածքում ինչ գործուներ տեսաձայնագրությունը, ով էր դրել եւ վերջի ինչպես դուրս եկավ։ Ով հրապարակեց։ Վերջի վերջո քրեական հոդված է։ Ինչ եղավ, ծածկատնբոց արեցին, դրեցին կողքի, Արշակ Սրբազանին ոնց որ այսպես ասենք, փորձեցին բարոյապես փչացնել, հիմա պարզում է մարդը տեղ չի եղել։ Իդեպ միայն Արշակ Սրբազանի հետ կապված չէ, ասենք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ազգային ժողովի նախագահ մարդը հայտարարում է, որ 4-5 հոգևորականներ ունենք մանկապիղծ են։ Ասենք դուք պեդոֆիլ հոգևորականների ընդհանրապես ճանաչում եք կամ իրավական երկրում այս տիպի հայտարարությունից հետո ինչ պիտի հաջորդեր։ Իրենց հայտարարությունները քանի որ աբսուրդի ժանրից են ու բոլոր տեսակի բարոյականությունից, որովհետև եկեք հիշենք Սամվել Կարապետյանի ձերբակալման օրը Facebook-յան ստատուսներ անհասկանալի ջղաձգումներով տղա էս դուրս արի, չգիտեմ, էս ձեր համար կալուգան չի, չգիտեմ, հա։ Այդ եկեք հասկանանք անկախ ամեն ինչից խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ ինքը չի հասկանում ինքը ինչ պաշտոնի է, դա դեռևս չի նշանակում, որ մենք կրակնենք ընկեր ձեռքը։ Կամ նաև նույն նմանապովանդակ շատ ավելի վատ տեքստեր ունեինք, եթե ճիշտ եմ հիշում, հենց Արշակ Սրբազանի ժամանակ Դոմփել բառը, բայց հետո ասած ներողություն եմ խնդրում ու արդեն էթիկայի մեջ ենք գործելու, տենց հələ տեսնենք, էլի դա ինչքան երկար կտևի։ Վերջի տարիների ամենավատ բառապաշարը մարդկանց վրա թեքելը, չգիտեմ, մնացածը նորմալ է, մնացածը նորմալ չի, չգիտեմ։ Բայց կարևորը այն է, որ վերջը շատ մոտ է։ Մենք ինչ որ սպասում ենք, որ
ենթադրում ենք, ասում ենք լավ իրավական երկրում ուրեմն պիտի վրաս գործեր հարուցեին, մի հատ հասկանայինք ովքեր են այդ մանկապիղծները, վարչապետ մարդն էլ ի վերջո նման հայտարարություններ արել էր, կարծեմ ասել էր սեռական մոլագար են քահանաները, ձեռ են գցում հետևից, ինչ որ ու հարց առաջանում, լավ ով է ձեռ գցել կամ ում հետևից են ձեռ գցել, ով է քեզ եկել ասել որ իմ հետևից ձեռ են գցել, որ գնան այդ մարդկանց հետևից ձեռ գցողներ այդ մանկապիղծ սեռական մոլագարը, չգիտեմ, շիզոֆրենիկա ով է, բռնեին, չէ՞, ասենք ենթադրում ենք, որ նման բան պիտի լիներ, բայց մեր երկրում էս իրավական կողմը, այսպես ասած, թողած, զուտ էմոցիոնալ դաշտի հետ են խաղում ու արդյունքում մենք ինչ ենք տեսնում, արդյունքում տեսնում ենք, որ օրինակ Աջափնյակի կրակոցներն էլ հերթական անգամ վկայեցին, որ մի տեսակ Սիցիլիայի է վերածվել, ասես մեր երկիրը, վերջին շրջանում դուք նկատում եք, որ այս տիպի փոխհրաձգություններ, կրակոցներ են մերձավանել ընդհանրապես դարձել ման օրը մեջ տեսնում ենք, որ խուզարկություններ, ապօրինի զենքի, չգիտեմ, խուզարկություն, հայտնաբերում, չգիտեմ ինչ, նման շրջան իրավիճակ հիշում եք, որ այս տիպի սենց քրեականացված լինի մեր կյանքը։ Միանշանակ ես չեմ հիշում ու վստահ եմ նաև պաշտոնական տվյալներով է նման բան անանարը, այստեղ այդ հարցը մի հատ շատ պրիմիտիվ պատասխան ունի։ Մեր ամբողջ ոստիկանական համակարգը զբաղված չէ այն գործողություններով, որը իրենց տրված են լիազորություններ, որ իրենց տրված է հենց իրենց օրենքով։ Այսինքն ով Facebook-ով ստատուս գրեց, դե պետք է այնքան հիմա իրականում շատ են ընդդիմադիրները, շատ ենք ընդդիմադիրներ, որ այդքան էլ իրենց ռեսուրս է պետք է, իրենց էլ չեմ մեղադրում, եթե անգեց, որովհետև իրենք իրոք հասկանում են, որ իրենք փոքրիկ խմբակ են ու ամբողջ վարչական ռեսուրս, ամբողջ լծակները օգտագործում են ինչ որ մեկի տանը տեսաձայնագրություն տնելու կամ չգիտեմ ինչ որ տենց գախնա լսելու, ինչ որ բաներալու, դրա համար է սպարսիտողի վիճակն է։ Անգեղծ է, եկեք անգեղծ լինենք, վստահ եմ մեր հայրենակիցներն տեսել են Աջափնյակում տեղի ունեցածը մոտարպես, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 20 հոգի ադրժանակներով ամբողջ Աջափնյակով ման էին գալիս ու այդ ամբողջ ընթացքում ոստիկան չեղավ, ինչ որ բան չեղավ, մարդիկ նկարահանում էին։ Նման հենց իրոք էս երևի Սիցիլիայի ամենա պիկ պահը, որ տեղափոխվել է մեր մոտ։ Դուք կոնկրետ մտահոգություններ, մտավախություններ ունեք, որ ձեզ գախնա լսում են, այսինքն դուք դա հաշվի առնելով, որ գիտեք, ընդդիմադիրները իրենց խոշորացույցի տակ են, ասենք արձիվ բազե 1-1 սենց եք շփվում իրար հետ, թե արխայինացած եք։ Իրանց ոչ թե արխայինացած, ես փորձում, ոչ թե փորձում, ես ամեն ինչ անում եմ օրենքի սահմաններում, ճիշտ իրենց համար օրենք չկա, բայց առնվազն կոնե իմ պատկերացումներով, որովհետև վերջի վերջո մոտավորապես ավելի քան 10 տարի իրավաբանություն եմ սովորում ու բավականին հաջողությունների հասած եմ, բայց քանի որ իրենց համար այդ իրավաբանություն օրենք այդպես հասկացություններ չկա, ես իմ պատկերացած ու իրականում կրկային իրավաբանությունով ապրում եմ, որովհետև իմ դեպքերն է վստահ եմ կհիշեք, այդ մարդկանց կապ չուներ Մխիթարյան Ռուբենն ինչ է արել։ Մխիթարյան Ռուբենն ուղղակի այնտեղ էր որպես փաստաբան ու նաև մեր ձևով շարժման ակտիվ անդամներից էր, դրա համար պետք է Ռուբենին մեգուսացել, իրենք հույս ունեին, որ Ռուբենը կոդրվելու էր, ել եմ որ ասում եմ Ռուբենը այդպես հեշտ կոդրվող չի։ Պարզ է, ադրբեջանական էժան բենզինից հետո մենք խոսում ենք բանի մասին, չէ, որ իրավապահ համակարգը լավ չի աշխատում ու ԱԱԾ-ականները փոխանակ իրենց բուն գործով զբաղվեն, ծաղկավոր բաբուչկաներ են կապում, չգիտեմ, սատանաներ են որսում, այսինքն կողմնակի ինչ որ գործերով են զբաղվում։ Հիմա մենք տեսնում ենք վերջին շրջանում շատ եմ նման տեսանյութեր, մտահոգություններ հանդիպում, որ ադրբեջանական բենզինից հետո հիմա ադրբեջանցիներն են հենց շրջում մեր քաղաքում համացանցում տեղադրում տեսանյութեր, որ Ամասիայի կենտրոնում պտտվում են, այնտեղ սիգարետը բերանին պարեկների են մոտենում, ինչ որ բաներ ասում, տեսանյութեր հրապարակում, սա հոգեբանական տերոր չի բնակիչների նկատմամբ ու չպիտի գոնե նրանց ջրի երես հանեին։ Սա ընդամենը իմ անձնական կարծիքով Նիկոլ Փաշինյանի, ավիշտ Իլհամ Ալիևի կողմից, ուսուցչի կողմից աշակերտին տրված հանձնարարությունների կատարումն է, իմ պատկերացմամբ, որ ժողովրդին Նիկոլ ջան, փոքրիկ եղբայր, սովորեցրա ժողովրդին մեր ներկայությանը, որովհետև հենց նույն Իլհամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է չեղած խաղաղության մասին, այնտեղից Իլհամ Ալիևը ասում է խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրել այնքան ժամանակ մինչև սահմանադրությունը չփոխես, մատը թափ տալով, ու պլյուս խոսում է նաև անհասկանալի արևմտյան Ադրբեջան հասկացության մասին, որը Հայաստանի տարածքում է գտնում, դա ընդամենը մտածված քայլ է,
բայց ելի եմ կրկնում, վստահ եմ, Այսինքն նման տեսանյութերով փոքր փորձում են մեր վրա ազդեցություն թողնել, որ մենք լինելու ենք այստեղ, սովորեք մեզ։ Քանի ունեք թույլ ղեկավար, հավանականությունը 100-ից 100 է, որ հենց այսպես է լինելու է, որովհետև տեսեք, ես չեմ պատկերացնում ու չգիտեմ աշխարհում մեկ մարդ կամ երկրի առաջնորդ, ով հարգի թույլ ղեկավարին։ Ինձ հետաքրքրում է, տեսեք, մենք շատ ենք խոսում, իմ հաղորդման շրջանակներում էլ շատ հյուրերի հետ խոսում ենք իշխանության սխալների մասին։ Ձեր կարծիքով ՔՊ-ի ամենամեծ ձախողումը, այն որ աններելի է, այն որ հնարավոր չի դրա վրա աչք փակել, ո՞րն է, ու դուք որպես նոր քաղաքական ուժ ինչ այլընտրանք եք առաջարկում ընտրողներին, որ մարդը նժարի վրա դնի ու հասկանա, որ դուք եք իսկական այլընտրանքը լինելու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի, եթե կոնկրետ փորձենք մեկ բացասական կամ վատ արած բան շեշտենք, այդ մի քիչ անհարգալից կլինի իր հանդեպ, որովհետև Նիկոլ Փաշինյանի կատարած հիշում եք, առաջին սկզբնական շրջանում եթերներում ներկայացում էր 100 քայլ, չգիտեմ, թե ինչ էին արել։ Ես հիշում եմ նաև այդ 100 քայլի մեջ ամուսնություններն ու ամուսնալուծություններն էին մտնում։ մտնում, Այս մասին է խոսում, նույնիսկ այսինքն ինքը ուր էր հասել ու ասել, որ Նիկոլ Փաշինյանն ամենը մի վատ բան է արել, իհարկե ծիծաղում ենք, բայց մի վատ բան է կամ 5 վատ բան է արել, չէ, Նիկոլ Փաշինյանը ու կարծում եմ իր սերունդները շատ երկար տեղ հիշելու են Արցախյան պատերազմը, 5000 զոհեր, ընտանիքներ, ծնողներ։ Ձեզ չի համոզել, որ նախկիններն էին։ Չէ, ես փաստերին եմ հավատում, ես իրավաբան եմ, փաստերին եմ հավատում, նախկիններ, երբ որ ինքը եկավ ու ասեց, ես սկսում եմ իմ զրոյական կետից, ու հենց այդ իր զրոյական կետը ճակատագրական եղավ, թե կան մեր անմեղ զոհերի համար, թե 150,000 տեղահանվածների համար, չեմ խոսում պատմական մեր վայրերի մասին, այդտեղ արդեն իմ կարծիքով նախկինները մեղավոր չեն, իհարկե ունենալով ամեն մեկը իր սխալները, բայց ամեն դեպքում նախկիններին մեղադրել, մինչև հիմա, եթե չեմ սխալվում, Տիգրան Ավինյանը մի քանի օր առաջ ասեց նախկինների արած ասֆալտն է։ Ես անգամ չգիտեմ, դա հումոր էր թե չէ, աղի որակն են նախկինները մեղավոր լինեն, աղը ինչի որ լցնում ենք դրա համար փոսել։ Խոսեց քաղաքապետարանում, որ աղը շատ են կարել, բայց հասկանում եք ուր ենք հասել, այսինքն ամբողջ աշխարհում ասֆալտը որակյալ ասֆալտ անում են, ինչ իրենք կարծում են, որ եթե շատ ծուն եկավ, всё երկիրը քանդվելու է։ Մեծ ավելի վատ բան ասեմ։ Վերջի մենք ունենք օրինակ շինարարական նորմեր, չէ՞։ Երևան քաղաքում կառուցվում են հսկայական թվով, քանակով բարձրահարկ շենքեր։ Վերջի նորմերը տվել են իրենք։ Կան pedagogan մագարտակով նորմատիվներ։ Աստված հանգարց մի արարծե լեզուս պաբանձվի, եթե երկրաշարժ լինի, ունենանք հազարավոր զոհեր, ու մենք վերջի Հայաստանի Հանրությունը ոչ սեյսմակայուն դիրքում է գտնում։ Ինչ է ժամանակ զոհերի պատասխանը, զոհերի շենքերի փլուզման մասով ասելու են, թե մեր կարգերն այսպես նորմատիվներ կամ ցեմենտ էր վադը Պարսկաստանից չգիտեմ բերված կամ Գագիկ Զարուգյանի, չէ՞, մուլտիցեմենտի վրա, չէ, ախր այդ ամենը պետության մեխանիզմը հենց եթե իշխանություն եք 10 միլիոն դրամ կամ ծոպուշվայտ կյանքը չի իշխանությունը։ Իշխանությունը ժողովրդին ծառայելն է։ Պատերազմի հետ կապված, տեսեք, Արման Եղոյանը վերջերս ասում է լրագրողների հետ զրույցում, ասում է, որ ամպրոպ լինի վաղը ամպրոպ է լինելու։ Դրա համար պետք է ամպերը կուտակվեն, այսինքն նախկինների օրոք ամպերը կուտակվել են ու պատերազմը փոխաբերական իմաստով ամպրոպը լինում, ասում է, եթե գարնանը ծառերը ծաղկեն, այդ նշանակում է պիտի հիմա այդ ծառը տնգես, աճեցնես, որ գարնանը ծաղկեն։ Այսինքն մենք тут ни при чем, էլի ասենք։ Իսկ ինչու՞մ եք դուք prитом Ընդամենը ես եմ կրկնում, միտքը չեմ էլ ուզում շատ կգնամ, ընդամենը դուք եկել եք Հայաստանը կորձաման արանքում պարգևավճարներ ստանալու, որովհետև շատ լավ, ամբերը կուտակվել էին, ես էլ հակադարձ եմ Արման աղային, եկաք որ ցրեք։ Եկել եք որ ցրեք, չէիք եկել որ արագացնեիք լավ, ամբերի կուտակումից հետո կարգուտը կամ չգիտեմ ինչ, բայց եկել եք խոսում եք զրոյական կետեր վերջի բանակցեք, այստեղ էլի գալիս ենք ամենակարևոր տարբերության, ու նշեցիք ես այդ հարցին կարծես թե չպատասխանեցի, պատասխանը շատ պարզ է։ Վերջին համեմատում ենք Սամվել Կարապետյանին անձը 30 իր անցած տարիները գործի տեսանկյունից, իր կապերը, իր Forbes-ում հայտնվելը, մարդկանց թվում է թե Forbes-ում հայտնվում են միայն փողի համար։ Բայց չէ, Forbes-ում
Մյուս նախադրյալներից նախապայմաններից մեկը նաև ազդեցիկ մարդ լինելն է, կաբերը եւ այլն եւ այլն։ Ունենք Սամվել Կարապետյան, ով միանշանակ մտնում է ամբողջությամբ ուժեղ առաջնորդի կարգավիճակի մեջ, ով աբացուցել է, սա ամենը խոսքեր չեն, աբացուցված է, փաստ է։ Ունենք թույլ ղեկավար իդեմս Նիկոլ Փաշինյանի, ով աբացուցել է, որ ինքը չի կարող գծիկ, չի էլ ցանկանում հայրենանվեր հայա ոչ սպան, չգիտեմ, բառը ճիշտ օգտագործեցի, գործունեություն ծավալել։ Այսինքն ժողովրդի մոտ կասկած չկա, այստեղ ով է ուժեղ, ով է թույլ։ Տեսեք Փաշինյանը ինչ ասում, ընդհանրապես ԿՊ-ն ձեր հետ կապված։ Ասում եմ մենք Հայաստանը այն խաղաղություն են բերեբանել մի կողմ, ասում եմ մենք Հայաստանը բան են կարել, ծայրագավառից դարձրել են կենտրոն։ Իսկ ձեր հետ կապված, ասում են, որ դուք Հայաստանը սարքելու եք մանրադրամ, սարքելու եք Ռուսաստանի վասալ, Պուտինի, չգիտեմ ինչ, կոշիկ լիզող, Կրեմլի ագենտ, վասալ, գուբերնիա, մի խոսքով։ Այդպես է թե չէ, դուք Կրեմլի ագենտ ձեզ զգում եք, համարում եք թե չէ։ Այսպես պատասխանեմ այդ հարցին, մի հատ չեմ մտնում իհարկե այդ դաշտ չեմ ընդունում այդ իրենց տեսլականը, բայց ավելի լավ է ըստ իրենց լինել թուրքի կոշիկը լզող, ինչպես հիմա իրենք են անում, քան թե ռուսի, ես միանշանակ դեմ եմ երկուսին էլ։ Ոչ մեկի կոշիկը պետք չի լզել։ Ոչ մեկի կոշիկը պետք չի լզել, որովհետև հայ ազգը դա չի։ Երբ որ իրենք սկսում են նման բան խոսել, իրենց կարծես տպավորությունը որ հայլու դիմաց կանգնած խոսում են, որովհետև փորձը ցույց տվեց, որ թիվ 1 եւ գլխավոր կոշիկ լիզողները իրենք են։ Կզողները իրենք են։ Ոչ հավասար պայմաններ ստեղծողը բանակցային փուլերում, այսինքն միշտ մենք ավելի ներքև ենք ու կապ չունի մեր դիմացով, մենք միշտ ավելի ներքև կարգավիճակով ենք գտնվում։ Ես էլ եմ կրկնում, մեր կարևորագույն ու միակ խնդիրը ունենալ արժանապատիվ հայ հասարակություն, որը ոչ մեկի հետ կախված չէ։ Պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամություն անել, կամ լավ, միայն շփվել տնտեսական առումով։ Մենք միանշանակ կողմ ենք։ Այդտեղ խնդիր չկա, բայց երբ որ ոչ հավասար պայմաններ են, այսինքն իրենք են թելադրում բոլոր տեսակի պայմանները, դա արդեն հենց եղավ իրենց իսկ նշած կոշիկ լզելը։ Ուրիշ բան ասեմ, մենք նաև եթե տարբերությունը նայում ենք, ելի եմ կրկնում, մենք կողմնագից ենք եւ գնալու ենք եւ ունենալու ենք այնպիսի Հայաստան, որ ոչ մեկից կախված չլինի։ Ավելացնեմ, որ իրենք իշքան է մեզ մեղադրում են, այսպես ասած, ռուսամեդության մեջ, վերջին 8 տարիներին տնտեսական առումով ամենամեծ կախվածությունը Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, շնորհիվ մենք ունեցել ենք Ռուսաստանի հետ, ու իրենք են իրենց հիմա մեզ հագարակում մեղադրում։ Միտքս այդ նաև ավարտեմ այդ հարցի հետ կապված, տեսեք, Ռուսաստանի դաշտությունը որպես այդպիսին, ելի եմ ասում, չեմ պաշտպանում որևիցե մեկին, իմ համար ես ընդունում եմ, որ ես Նժդեհի գաղափար կրող մարդի համար կարևորը հայն ու Հայաստանն է։ Ռուսաստանը որևիցե առնվազն ես չգիտեմ, ցանկություն, կատարված գործողություն չունի հային ֆիզիկապես ոչնչացնելու։ Բայց մենք ընդամենը մի քանի տարի առաջ 1, 2, 3 պլյուս նախորդ 30 տարիները մի քիչ ավել թուրք եւ ադրբեջանցին փորձել են մեզ ֆիզիկապես ոչնչացնել։ Հիմա եթե մենք խոշտանգել, այո, չենք խոսում պատերազմին թե ինչեր են արել, ես էլ եմ ասում, եթե իրենց համար էջը փակ է ու մենք գնում ենք այն մեխանիզմով են ճանապարհով, որտեղ հասկացանք ինչ որ մի բան պետք է պատերազմը դադարեն, Քավլիցի ամենաշատ ցանկություն չունեցողը որ պատերազմի, դա միանշանակ մենք ենք։ Բայց վերջի պետք է մենք ունենանք ուժեղ առաջնորդ, ուժեղ ղեկավար, ուժեղ Հայաստան, որ կարողանա նույն Ադրբեջանի հետ, նույն Թուրքիայի հետ, նույն Ռուսաստանի հետ, նույն Ամերիկայի հետ, բարձր հավասար հետ չես կարող այդ մագարտակի լինել, բայց միանշանակ պետք է սեղան նստելուց հաշվի նստենք քո հետ։ Ոչ թե դու պետք է երկրի առաջնորդը մեր ոչ թե պետք է լինի կոֆե տնող, այլ իր համար պետք է կոֆե տնեն։ Իսկ եթե լավ կոֆե չեն տնում ոչ մեկ չպետք է կոֆե խմի։ Մեր առաջնորդը մենք նայում ենք բոլոր բաներում թեկուզ նույնիսկ նկարվելում, դա ամբողջ աշխարհում կա պրակտիկա, ղեկավարներ թե նաև քայլվածքը, սկսած խոսելու ձևը, ժեստիկուլյացիան, մնացածը, մերի դեպքում ոնց որ ոչ մեկը չի աշխատում, ինչ որ տենց մի քիչ չեմ էլ հասկանում, ոնց որ
կոստյումը մի փոքր մեծ, իրենց ասած ուրիշի հակով կարված կոստյումն է, թե ինչ է։ Դրա համար մեզ տաբուրետկի վրա նստելը նկատի ունեք, ու միշտ այս կարգավիճակով ինչ որ անհասկանալի, դա մեզ միանշանակ հարիշ չի։ Ու ինչ որ բանում մեզ մեղադրելը, որը իրական արդացոլանք իրենք են, առնվազն թե մեղմասենք ճիշտ չի։ Միութենական պետությանը կողմ եք, թե չէ դառնալու ենք միութենական պետություն, եթե դուք գաք իշխանության, թե չէ։ Այդպեսի պլաններ ունենք մենք։ Մենք ունենք։ Ասում են, ձեզ վերագրում են, ասում են իրանք դա են ուզում, դա են սարքելու։ Մենք իսկ իրենք էլ վիլայետացման են տանում, մենք ես միանշանակ դեմ եմ միութենական պետության մեջ մտնելուն կամ չգիտեմ այդ համակարգի մեջ լինելուն 10 ձեռքով եմ դեմ, բայց նաև դեմ եմ վիլայետացմանը։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Մխիթարյան, ինչ սպասումներ դուք ունեք առաջիկա ընտրություններից։ Փաշինյանը հայտարարել է, որ ես ձեռներս կկտրեմ ընտրությունները չեմ կեղծի, բայց ինքը նաև ձեռները կտրելու պահով ուրիշ բաներ էր ասել տարածքների հետ կապված, դրա համար մի տեսակ մտավախություններ կան։ Կեղծելու է ընտրությունները, չի կեղծելու, ինչ արդյունքներ եք ակնկալում դուք առհասարակ։ Ժամանակը ցույց կտա, բայց ես մի բան կցանկանամ նաև որպես վերջաբան ասել, ես խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին անպայման գնալ ընտրությունների։ Այս տեսախցիկին ասեմ։ Շատ լավ, խնդրում եմ մեր հայրենակիցներին անպայման գնալ ընտրությունների, կատարել ճիշտ ընտրություն։ Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունի երրորդ անգամ ընտրվելու։ Մենք վստահեցնում եմ ձեզ սիրելի եւ հարգելի հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 8-ին ունենալու ենք նոր վարչապետ, ում անունը լինելու է Սամվել Կարապետյան։ Այդ օրվանից սկսած Հայաստանի Հանրապետությունում տիրելու է օրինականություն։ Ամեն ինչ մեր կողմից արվելու է, որպեսզի հայ ժողովուրդը դուրս գա աղքատության, արտագաղթի, գործազրկության, այսպես ասած, այդ շղթայից, ու ամենակարևորը, որ մենք չենք ունենալու կզած պետություն, չենք ունենալու կզած ղեկավար, այլ մեր ղեկավարը լինելու է ուժեղ եւ ամենակարևորը հայրենասեր։ Դուք են ասեք, Շիրակի մարզում Փաշինյան չեն ընտրելու։ Ես կարծում եմ, որ ընտրողներ դե կլինեն, մենք հարգում ենք մեր բոլոր քաղաքացիների կարծիքը։ Մենք եմ ասում, հաղթելու է Շիրակում, թե չի հաղթելու Փաշինյանը։ Նիկոլ ոչ չի հաղթելու։ Ընդդիմադիր հատվածը ավելի մեծ է։ Այո։ Պարզ է։ Ապրենք կտեսնենք ինչպես ասում են, շնորհակալ եմ պարոն Մխիթարյան այսօրվա զրույցի համար։ Մենք սիրելի հետևորդներ, ինչպես տեղեկացրել ենք, այս ընթացքում հարցազրույցների միջոցով եւ այլ ֆորմատներով եւս մենք շարունակում ենք ուշիուշով հետևել ընտրական process-ներին։ Առաջիկայում կտեսնենք, թե ինչ զարգացումներ են մեզ սպասվում։ Դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ի։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք ցտեսություն։